ուրեմն հարգելի իմ դիտորդ, ինչի մասին որ հիմա պետք է խոսեմ, ասեմ, որ ամենաառաջի շոկը ես եմ ապրել, չնայած որ միշտ նայել եմ տարոներով, ասենք իմ ինտուիցիայով, երազներով, այդ ամեն ինչով ես լավ վաղուց հասկանում եմ, բայց որ մոլորակներ այսքան խոսուն ու այսքան ճչացող կարող են լինել այդ դեպքերի հետ կապված, ուղղակի ապշած եմ մնացել։ Ուզում եմ ասեմ, որ ես շատ վաղուց սովորել եմ մոլորակների մոգություն, որտեղ դու կանչում ես մոլորակին տվյալ մոլորակին վերում ես քո կյանք, եթե վտանգավոր է կարողանում ես հեռացնել քո կյանքից, սրանք միակ գրքերը չեն, հա, ինչպես աշխատել տարերքների հետ, բնության տարերքների հետ, եւ իհարկե կաբալան երկու գիրք է, ես ուսումնասիրել եմ, բայց քանի որ իմ էներգիային ինքը չի համապատասխանում է կլիպոտիկ էներգիան եւ գերեզմանոցային, հա, միկրոէներգետիկան, ուստի կաբալան ինձ չի գնացել, ես շատ հաճույքով կարող եմ նվեր տալ այս գրքերը այն մարդկանց, ովքեր կուզենան ուսումնասիրեն։ Իհարկե ես կնայեմ, հա, արժանավոր մարդու, այնպես չի որ պետքա ինչ որ մի հատ անարժանի ինչ որ ես բան նվեր տամ։ Եթե անկեղծ ասած փորձեցի ամենասկզբից Ռուբեն Վարդանյանի Նատալ կարտը նայելուց, հա, արդյոք կար դավադրություն, թե չկար, հասկացանք, որ մարդը իր սկզբունքների համաձայն, հա, հասկանալով ինչ վտանգներ է ինքը իր կյանքում բերելու, միևնույն է հայրենասիրությունը մղել է այդ գործին եւ ինքը հիմա անազատ վիճակի մեջ է, բայց երբ որ նայում ենք մեր գերիների հարցը, այսպես ամբողջ իրականությունը շատ դառը, այսպես դաժան կերպով փոխվում է։ Հիմա բացատրեմ ոնց, ուրեմն Նատալ կարտի վրա ռազմաքաղաքական իրադարձությունները, պատերազմ, դավադրություն, Արցախ, Հայաստան, նախկին ղեկավար, այդ ամեն ինչը Նատալ կարտով կարելի է հասկանալ, հա, ինչ է տեղի ունեցել։ Եվ քանի որ ես Ռուբեն Վարդանյանին արդեն ասել եմ ինչ պետք է, մնացած ղեկավարներին դեռ չեմ նայել ու չեմ էլ նայելու, որովհետև չեմ ուզում իմ այսպես ֆորմատը փոխվի, գնա քաղաքական դաշտ, ես քաղաքականության հետ գործ չունեմ, բայց դա չի արդարացնում եւ չպետք է այդպես ասելով նստենք տեղներս ու ոչ մի բան չանենք ու մենք որպես հայ, որպես ընդունենք մարդ, որ կարող է ինչ որ գաղտնի բաներ լուսաբանել, չփորձենք մտնել դրա մեջ ու հասկանալ, թե որտեղ է այն փտած կորիզը եւ որտեղից է եկել մեր խնդիրները։ Ուրեմն աստղագուշակության մունդան կամ քաղաքական աստղագիտության մեջ գերեվարություն, ազատազրկում, դավադրություններ, թիկունքից հարված, կանտրակտներ ունեն շատ կոնկրետ դասական այսպես ձևեր։ Գերության եւ դավադրության գլխավոր տները աստղային քարտեզում Նատալ քարտ 12-րդ տուն, որոնցից երկուսը ուղղակիորեն պատասխանատու են դավադրության, դավաճանության թեմաներին։ Ուրեմն 12-րդ տունը գաղտնի թշնամիներ եւ մեկուսացում, սա աստղագիտության ամենախորհրդավոր եւ ծանր տներից մեկն է, այն կոչվում է բանտերի, հիվանդանոցների եւ մեկուսացման տուն։ Այն կառավարում է դավադրությունները գաղտնի, պայմանավորվածությունները այն թշնամիներին, որոնց դեմքով չես տեսնում եւ հարվածը ստանում ես թիկունքում։ Երբ պետության կամ անհատի քարտեզում այս տունը ակտիվանում է, ծանր մոլորակների կողմից առաջանում է ֆիզիկական գերության կամ ազատազրկման, սահմանափակման վտանգ։ 8-րդ տունը ճգնաժամեր, կորուստներ, կապիտուլյացիա, կտրուկ տրանսֆորմացիաներ, ռազմական աղետների եւ ծանր կորուստների տուն է համարվում։ Այն ցույց է տալիս իրավիճակ, երբ անձը կամ երկիրը կորցնում է վերահսկողությունը սեփական ճակատագրի նկատմամբ։ Եթե մենք նայում ենք ու փորձում ենք դավադրության գլխավոր մեղավորին գտնել, սովորաբար ուրեմն մոլորակները անբարենպաստ դիրքերով կամ տրանզիտներով այսպես կապվածություն են ունենում զուգահեռաբար տուժողի եւ դավադրողի միջև։ Ուրեմն Նեպտուն, դավադրություն եւ խաբեության մոլորակը
Նեպտունը պատասխանատու է քաղաքական իլյուզիաների, գաղտնի ստի, թաքնված պայմանավորվածությունների, մառախուղի, մշուշի համար, որի շարժառիթները բացահայտում են միայն տարիներ անց դավադրության ավելի շուտ տեսանյութերը, իրական ուրեմն թիկունքային խաղերը, կուլիսային ձայնագրությունները, պայմանավորվածությունները, դրանք տարիներ հետո դուրս է գալիս ջրի երես։ Սատուրնը սահմանափակում բանտ այս մոլորակը խորհրդանշում է պատերը երկաթյա ճաղավանդակներով, ուրեմն օրենքի ուժով կամ հարկադրանքով ազատության զրկում։ Եթե մենք գնում ենք մեր, այստեղ ես մի քանի հոգու նայել եմ, բայց չեմ բարձրաձայնի, ինձ որովհետև հիմա ամենաշատ հետաքրքիրը մեր տղաները, որոնք գերի են, ու աստղագուշակության տեսանկյունից դավադրությունն ու գերեվարությունը միշտ հետքեր են թողնում անհատի կամ պետության ծննդյան քարտեզում, նատալ քարտում։ Եթե դիտարկենք գերեվարված, ուրեմն այստեղ Ռուբեն Վարդանյանն է, ես արդեն արել եմ, մենք իրան հիմա չենք քննարկում, թե ուրեմն զինվորների գերեվարման համար զանգվածային դավադրություններ բացատրեմ, թե աստղագուշակության մեջ դա ինչպես է երևում։ Վերցնում ենք մենք ուրեմն Հայաստանի նատալ կարտը և սովորական զինվորների բանակի կազմը և նայում ենք ըստ տների, հա։ Օրինակ զինվորների գլխավոր տունը քարտեզում 6-րդ տունն է։ Ուրեմն եթե պետության ղեկավարների ներկայացուցիչները գտնվում են երկրի քարտեզում 10-րդ տանը, դա կոչվում է իշխանություն, ապա զինվորները, սպաները և կանոնավոր բանակը ներկայացնում է տվյալ քարտեզի 6-րդ տունը։ Զոհաբերություն, ծառայություն 6-րդ տունը պատասխանատու է պարտքի, ծառայության և ծանր աշխատանքի համար։ Դավադրության հարվածը, երբ պետությունը Հայաստանի նատալ քարտը 6-րդ տան վրայով անցնում են կործանարար մոլորակներ, հարվածը հասնում է ոչ թե վերնախավին, այլ անդառնալիորեն գնում է այդ 6-րդ տուն ու վնասում է ծառայություն մատուցող անմեղ այսպես երեխաներին։ Որտեղից ենք իմանում Մարսի և Նեպտունի ծավալուն թակարդը գերեվարման մեխանիզմը։ Զինվորների զանգվածային գերեվարումը պատերազմի ժամանակ, ինչպես որ տեղի ունեցել օրինակ Հադրութի հին Թաղեր Խծաբերդ հատվածում 2020 թվականին կամ հաջորդող սահմանային բախումների ժամանակ աստղագիտորեն կապված է Մարսի բանակի և Նեպտունի խաբեության թակարդի հետ։ Կանխատեսված շփոթմունք։ Նեպտունը ստեղծում է մառախուղ և կեղծ տեղեկատվություն զինվորների համար, հաճախ այսպես կեղծ հրաման է տրվում կամ ներշնչվում է, որ ամեն ինչ նորմալ է, գնացեք, կամ երբ որ պետք է նահանջեն, չի տրվում նահանջելու իրավունք, երբ որ պետք է չնահանջեն, տրվում է նահանջելու իրավունք, և այդպես կարող է գցեն շրջափակման մեջ կամ տանեն միտեղ, որտեղ արդեն իրենց սպասում էին ու այս տեսակ բաներ։ Մարսը 12-րդ տանը, սա կոչվում է անօգնական բանակ, երբ պատերազմական մոլորակը հայտնվում է գերության և մեկուսացման 12-րդ տանը, զինվորները զրկվում են դիմադրելու ֆիզիկական հնարավորություններից, օրինակ կամ զենք չունենալու կամ կապ չունենալու պատճառով։ Ինչու է դա կոչվում աստղագիտականորեն դավադրություն։ Ուրեմն զինվորների մակարդակով դավադրությունը քարտեզում երևում է Լուսնի, այսինքն ժողովուրդ զինվորներ և Պլուտոնի անտեսանելի բարձրաշխարհիկ ղեկավարող ուժեր։ Այդ երկուսը իրար հետ
դավադրության տեսանկյունից կազմում են ծանր ուրեմն ասպեկտներ, ինչը որ եղել է 2020 թվականին, ուրեմն զոհաբերություն հանուն մեծ շահերի կամ հանուն ինչ որ մեկի կամ մի քանիսի շահերի։ Պլուտոնը խորհրդանշում է գլոբալ քաղաքական ուրեմն սցենարներ, որոնք հասարակ զինվորները դառնում են մանրադրամ, արևածաղիկ, այսպես չրթվում են կամ զոհաբերվում են խաղաքարերի, այսպես մեծերի խաղում։ Իրանք նստած շախմատ են խաղում եւ այդպես ֆուկ են անում զինվորներին։ Անդրկուլիսյան որոշումներ, զինվորների գերեվարումը հաճախ լինում է ոչ թե մարտի դաշտում պարտվելու արդյունքում, այլ քարտեզի 8-րդ տան պայմանագրեր եւ 12-րդ տուն գաղտնիքների տներ միացման արդյունքում, եւ որ 8-րդ տունն ու 12-րդ տունը միանում է իրար, ինչը որ ակնհայտորեն կա Հայաստանի քարտեզում պատերազմի ժամանակ։ Կամ ստորագրված կամ բանավոր համաձայնեցում։ Եթե մենք նայում ենք անհատական մակարդակում զինվորներ, որոնք ընկել են գերության մեջ, իրենց անձնական նատալ քարտում անպայման հերթով, եթե նայելու լինենք այդ օրերին, ունեցել են Սատուրնի բանտի սահմանափակման մոլորակ կամ Ուրանի կտրուկ անսպասելի շրջադարձի մոլորակ, որտեղ այսպես ճակատագրական մեծ հարված են ստանում իրենց Մարսին կամ Արևին։ Եվ ես Հայաստանի այդ օրվա քարտեզին ավելի շուտ, այդ օրերի քարտեզին միացրեցի Նիկոլ Փաշինյանի քարտեզը եւ տեսնենք ինչա գոռում այդ քարտեզը։ Ուրեմն աստղագուշակության մունդան եւ անձնական աստղագիտության մեջ Հայաստանի ներքին քաղաքական կառավարման Նիկոլ Փաշինյանի անձնական քարտեզի եւ զինվորների գերեվարման միջև կապը վերլուծում է շատ յուրահատուկ կոմբինացիաներով։ Հանրության շրջանում քննարկվող ներքին դավադրության կամ սխալ կառավարման թեմաները աստղային քարտեզում ունեն հստակ արտացոլում, եթե սխալ կառավարված լինի, ըստ մոլորակների դա էլ է երևում, եթե լինի դավադրություն, դա էլ է երևում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի նատալ քարտը, որ ծնվել է հունիսի 1-ին 1975, երկվորյակ Նիկոլ Փաշինյանի ուրեմն տալիս է ուժեղ խոսքի շնորհ, ինչը որ ինքը այդ օրերին բացահայտ կերպով եւ մինչեւ այժմ եւ 2018 թվականից այսպես ինքը օգտագործում է։ Մարսը եւ Յուպիտերը խոյի մեջ իմպուլսիվություն, նրա քարտեզում պատերազմի մոլորակը Մարսը եւ ընդլայնման մոլորակ Յուպիտերը գտնվում են կրակոտ խոյի նշանում, սա բերում է ծայրահեղ ռիսկային, երբեմն չհաշվարկած իմպուլսիվ որոշումներ, որոնք պատերազմական իրավիճակներում հանգեցնում են ծանր հետևանքների։ Նեպտունի ծանր ասպեկտը իլյուզիան էր, որ ինքը սիրում է ստեղծել եւ սուտ։ Ուրեմն 2020 թվականից մինչեւ 2023 թվականների ճգնաժամային շրջանում տրանզիտային ընթացիկ ուրեմն Նեպտունը քառակուսի լարված ասպեկտ էր կազմում Նիկոլ Փաշինյանի Արևի հետ, երկվորյակի հետ, աստղագիտության մեջ սա կոչվում է մառախուղի ինքնախաբեության շրջան։ Ղեկավարին թվում է, թե ինքը ճիշտ քայլեր է անում կամ իրեն ճիշտ տեղեկություններ են տալիս, բայց իրականում նա գտնվում է իլյուզիաների մեջ, ինչն էլ բերում է ճակատագրական սխալների եւ զինվորների թակարդի եւ գերեվարման։ Հայաստանի քարտեզի իշխանության 10-րդ տունը 10-րդ տան հակադրությունը Հայաստանի նատալ քարտեզում 21 սեպտեմբերի 1991 թվականում ուրեմն իշխանությունը ներկայացնում է 10-րդ տունը, իսկ զինվորների ու բանակի տունը դա 6-րդն է։ 10-րդ եւ 6-րդ տների կոնֆլիկտը պատերազմների եւ սահմանային բախումների ժամանակ Հայաստանի քարտեզում ինքնիշխանության տնից տրվող հրամաններն էր կամած այդ ամեն ինչի բացահայտումը հակասության մեջ է մտել առաջնագծի իրականության հետ ուրեմն եթե նայենք աստղագիտորեն իշխող մոլորակները գտնվել են այնպիսի դիրքերում
որ երկրի ղեկավարությունը կենտրոնացած է եղել իր սեփական իշխանությունը պահելու վրա եւ ոչ թե զինվորների անվտանգությունը ապահովելու վրա։ Դա է ասում Պլուտոնի ազդեցությունը, ինչի արդյունքում առաջնագծի զինվորներին թողեցին բախտի քմահաճույքին ու եկան իրանց աթոռները պահելու։ Բառ չեմ գտնում խոսելու, բառ չեմ գտնում ասելու։ Ես չգիտեմ, կա բառարանի մեջ այտենց ստորացնող բառ, որ ես հիմա ուզում եմ ասեմ, որ հանգստանամ։ Ուրեմն տեղեկատվական բլոկադա դավադրության ուրեմն տպավորությունը ուժեղանում է նրանով, որ Հայաստանի քարտեզի Մերկուրի կապ տեղեկատվություն հարվածի տակ է եղել, դա է պատճառը, որ զինվորները հաճախ ասել են ուշացած կամ սխալ հրամանների, օրինակ նահանջելու փոխարեն գնացեք, իսկ գնալու փոխարեն նահանջեք, եւ աստղագիտական ներքին դավադրություն, թե անգործություն սա կարելի է որակել, երկու դեպքում էլ դուք պատասխան եք տալու տականքներ։ Աստղագուշակության մեջ դասական դավաճանությունը կամ թիկունքից հարվածը կապված է սև կամ կարմիր լիլիթի 12-րդ տան գաղտնիքների հետ, ինչը որ ակնհայտորեն այդ օրերին երևում է Նիկոլ Փաշինյանին ատալկարտում։ Գաղտնի պայմանավորվածություններ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի քարտեզի համադրությունը Սինիստրյան ցույց է տալիս, որ նրա կառավարման ընթացքում շատ որոշումներ ընդունվում էին ոչ թե հրապարակային, այլ 12-րդ տան սկզբունքով փակ, թաքնված, անդրկուլիսային ձևերով։ Զինվորները որպես զոհաբերություն քարտեզում Սատուրնի ճնշումը եւ Պլուտոնի կորուստների դիրքերը հուշում են, որ ներքին կառավարիչների կողմից եղել է գիտակցված, համենայն դեպս մեծ մասամբ գիտակցված համակերպում այն մտքի հետ, որ որոշակի տարածքներ եւ զինվորների խմբերը պետք է զոհաբերվեն, ավելի մեծ քաղաքական պլաններ կամ սեփական կաբինետները փրկելու համար։ Չգիտեմ ինչ ասեմ։ Շարունակեմ երևի։ Աստղագուշակության մունդան եւ անձնական աստղագիտության մեջ գերությունից ազատվելը, համաներում կամ տուն վերադառնալը կապված է բոլորովին այլ բարերար ազատագրող մոլորակների հետ։ Ես նույնիսկ փորձել եմ նայել, թե հնարավոր է, որ գերիների վերադարձ լինի։ Ուրեմն, այստեղ պետք է մենք Յուպիտերի վրա հույսներս դնենք եւ տեսնենք, որ թվականին Յուպիտերը ավելի բարեկեցիկ դիրքում կլինի Հայաստանի նատալ կարտի եւ զինվորների տանը։ Ուրեմն այստեղ կամ ես ուղղակի անհատական որ նայեմ յուրաքանչյուր զինվորին, կարող եմ այս վերլուծությունը անել, բայց դա ծանր աշխատանք է, ոչ ուզում եմ ոչ էլ այդքան խորանամ։ Ուրեմն 12-րդ տունը անհատի, որ գործում է որպես բանտի դռները բացող եւ Յուպիտերը բերում է համաներում հրաշքով փրկություն դիվանագիտական դաշտում, ոչ թե պատերազմի գնով։ Ուրանը կարող է տալ հեղափոխական այսպես մոլորակը եւ կարող է տալ հանկարծակի ազատություն եւ պատասխանատու է այնպիսի այսպես անսպասելի շրջադարձերի։ Նրա դրական ասպեկտները նատալ քարտի կարևոր կետերն են եւ հետ բերում իրավիճակի կտրուկ հանկարծակի փոփոխության։ Ընտուք մինչև մի քանի ժամում գերիներին այսպես հանկարծակի տալ։ Եթե մենք նայում ենք Սատուրնի դուրս գալը ձկներից վերջին տարիներին 2023-ից մինչև 2025 թվականը, Սատուրը գտնվում էր այսպես իր ամուր դիրքերում եւ ձկներում, որը կառավարում էր մեկուսացման տունը, ինչը ձգձգում էր գերիների վերադարձի գործընթացը եւ ստեղծում էր իրավական ու քաղաքական պատեր։ Յուպիտերի դիրքը աստղագիտական մեծ այսպես փոփոխությունները, հատկապես Յուպիտերի եւ Ուրանի նոր ցիկլերը ստեղծում են նոր աշխարհաքաղաքական իրողություններ, որտեղ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը կամ խոշոր պայմանագրերը, օրինակ խաղաղության պայմանագրի վերջնական կնքումը կարող են ներառել գերիների լիակատար ազատ արձակման
պարտադիր պայման, այսինքն եթե այնտեղ ստորագրվի, որ այս խաղաղության պայմանագրի մեջ ներառվի օրինակի համար այն կետը, որտեղ ստորագրության անմիջապես ստորագրությունից հետո պետք է լինի գերիների վերադարձ, բայց ով իմանա կլինի տենց բան կամ իրանց ինչին է պետք։ Ինչպես է դա աշխատում, ուրեմն անհատական մակարդակում յուրաքանչյուր գերեվարված զինվորի կամ ղեկավարի ազատ արձակման ստույգ օրը նրանց քարտեզում անհատական պետք է նայվի, թե այդ օրը մոլորակա Յուպիտերը ինչ աստիճանում է գտնվում եւ ոնց է իրան հովանավորում, այսինքն 9-րդ տանը ակտիվացում պետք է լինի եւ դա կոչվում է տուն վերադարձ։ Այս տունը պատասխանատու է հեռավոր ճամփորդությունների, սահմանների անցնելու, գերությունից հայրենիք վերադառնալու դրական ասպեկտով, արև եւ լուսին ազատումը, նրանց անձնական արևը, կենսական ուժը եւ լուսինը հոգեկան հանգստությունը պետք է դուրս գա պլուտոնիկ էներգիայից եւ Սատուրնի ճնշող ազդեցությունից, որպեսզի լինի, ընդունենք համաներում կամ վերադարձ։ Աստղագուշակությունը հուշում է ամեն դեպքում, որ ներկայիս տրանզիտները 2026 թվականի դրությամբ դանդաղ, բայց վստահորեն փոխում են այս մառախլապատ վիճակը եւ ճնշող էներգիան, որը կար պատերազմից հետո, սա նշանակում է, որ անդրկուլիսային նոր պայմանավորվածությունները կարող են բերել սպասված հանգուցալուծմանը։ Եվ ուզում եմ ասեմ, Աստղագուշակության մունդան, Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը նատալ քարտերը սերտորեն, քանի որ այն ժամանակ եմ ասել գենետիկ կոդով արդեն կապված են իրար հետ եւ նայելով իրանց աստղագիտական տվյալները ըստ 1991 թվականի սեպտեմբերի 2 Արցախ, 1991 թվական սեպտեմբերի 21 Հայաստան, ուրեմն 12-րդ անգերության տան վիճակը Արցախի քարտեզում այսպես է արտահայտվում երկօրյակներում կամ խեցգետինում կախված ստույգ ժամերից եւ կույսի նշանից Լիլիթը կարմիր լուսինը ճակատագրական դիրք է կազմում 2023-ից 24 թվականի աղետալի ուրեմն շրջանում, երբ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, ղեկավարների եւ զինվորների գերեվարումը, Լիլիթը, որը խորհրդանշում է դավադրություններ, կորուստներ եւ մութ էներգիաներ, անցնում է կույսի նշանով, ուղիղ հարվածելով Արցախի նատալ արևին։ Սա նշանակում է, որ պետականության եւ նրա ներկայացուցիչների համար ակտիվացել են լիակատար մեկուսացման, փակման 12-րդ տան, ուրեմն ծանրագույն սցենարը։ Երբ է երևում ուրեմն գերիների վիճակի բարելավում, Պլուտոնի մուտքը ջրհոս, արմատական փոփոխություն է խոստանում, Պլուտոնը, որը կառավարում է զանգվածային գերեվարումներ, տրանսֆորմացիան ու աշխարհաքաղաքական ճնշումները, վերջնականապես տեղափոխվելու է ջրհոսի նշան, սա նշանակում է, որ հին, փակ, անդրկուլիսային պայմանավորվածությունները դուրս են գալի ջրի երես, էս էլ չեք մարսելու։ Յուպիտերի ակտիվացումը խեցգետնում տեղի ունենում 2005-ից 2026 թվականին, ուրեմն իր շարժման ընթացքում մտնում է ջրային նշաններ, ինչը դրական ասպեկտ է կազմում Արցախի եւ Հայաստանի նատալ քարտեզի կույս արևի հետ։ Աստղագիտության մեջ սա կոչվում է տրին, ամենաբարենպաստ ասպեկտը, այն բերում է իրավական հարցերի լուծում, միջնորդների ակտիվացում եւ հումանիտար հարցերի, այդ թվում նաեւ գերիների վերադարձ։ Սատուրն եւ Նեպտուն 2026 թվականին այն մոլորակը, որ այսպես առաջացնում էր այսպես մառախուղ անորոշություն 2026 թվականին ուրեմն Սատուրնը բանդ սահմանափակում, Նեպտունը խաբեություն, գաղտնիք դուրս են գալիս ձկների նշանից, որը խորհրդանշում է հենց գերությունը եւ մտնում է խոյ, եւ սա նշանակում է, որ այն մառախուղը գաղտնիությունը, որը պատճառ է հանդիսացել այս ամեն պատմությանը, դուրս է գալի ջրի երես եւ կտեսնեք դուք իրական մեղավորներին։ Ինչ է պետք Հայաստանի կողմից ըստ քարտեզի, Մերկուրի Մարսի էներգիան, խոսք եւ պայքար, դիվանագիտական կոշտ Մարսա պետք եւ այս քաղաքականությունը փոխելա պետք, այսինքն քաղաքական հայացքները փոխելա պետք, բացահայտում Մերկուրի գերիների հարցը պետք է դուրս բերվի ներքին փակ բանակցություններից եւ դրվի
բաց սեղանին, որ բոլորը տեսնեն։ Այսպիսով, եթե մենք նայում ենք Հայաստանի ղեկավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի նատալ քարտեզում շարքային զինվորների գերեվարումն ու դրան ուղեկցող ներքին դավադրության գործոնները բացահայտվում են շատ հստակ տրանզիտներով։ Նիկոլ Փաշինյանի քարտի ծանր ազդեցությունը զինվորների վրա, արդեն ասել եմ, 12-րդ տան գերեվարության տան ակտիվացումն է, որը համապատասխանում է ուրեմն Նիկոլ Փաշինյանի քարտեզին, Լիլիթի կարմիր լուսինը, խոսեցի այդ մասին եւ մեր գերիների հարցը ժողովուրդ ջան, իշխանության կորստի ցիկլի ավարտի ժամկետը, երբ որ լեռանա, երբ որ մենք ունենանք նոր կառավարություն, այդ ժամանակ նոր կդրվի գերիների վերադարձի կամ ամբողջ գերեվարվածության պատճառների, հիմնական պատճառների լուսաբանումը բոլորս կիմանանք ինչա տեղի ունեցել եւ ըստ այնմ կտեսնենք, թե գերիների հարցով ինչպես կզբաղվեն Հայաստանի կառավարությունը, ղեկավարությունը։ Հիմա հստակ կապը իմացաք։ Ես ասեմ, որ ինձ ոչ փողով կարա կառնեք, ոչ ձեր վիլաներով կարա կառնեք, ոչ մի բանով ես չեմ ծախվում։ Խոսում եմ այն, ինչ որ խոսում եմ։ Եթե մեկին տուն եք խոստացել, մեկին հող եք խոստացել, մյուսին մեքենա եք խոստացել, այսպես ձեզ փառաբանելով ման են գալի։ Ինձ եթե հիմա խոսեն, ընդունենք մագիայով ինչ որ գործողություններ անել, որպեսզի մեծ այսպես փողերով որ ձեզ պահեմ, ու այդ աթոռին մոռացեք, չի լինելու տենց բան։ Դուք պատասխան եք տալու։